թույլ չտալու համար արդյոք իշխանությունը օրինակ կգնային ճանապարհով, որ որոշ ուժերի չգրանցի ընտրություններին մասնակցել։ Իշխող ուժը չի գրանցողը, եթե խոսքը ընտրությունների մասին է, կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ իր որոշումները կայացնում է ըստ ընթացակարգերի։ Չգիտեմ, չեմ կարող ասել ինչի մասն է խոսքը։ Եթե որևէ կուսակցություն եւ որևէ տեխնացու ոչ մի հակաօրինական բան չի արել եւ համապատասխանում է բոլոր չափանիշներին, ինչու չպիտի գրանցվի։ Հիմա այսպեսի ասում եք, որ մենք բարձր ցուցանիշ ունենք, 50-ից ավել ձայն են գրավելու, այնուամենայնիվ անհանգստություններ ունեք, որ ընդդիմության համախմբումը կարող է իսկապես վճռորոշ լինել եւ դուք Սիրելի գործընկերներ, մենք ես ԿՊ-ից շատերն են այս հարցով անընդհատ լայվեր մտնում, դասազանում, որ ժողովուրդ ջան հասեք, ուզում են համախմբվել։ Հարգելի լրագրողներ, հարգելի լրագրող, ախր լավ մի քիչ հարցը կարճ։ Հա, բայց շատ երկար եք ձևակերպում, կեսը ելույթ է։ Բայց մի վարքյան թողեք էլի։ Հարգելի սիրելի լրագրողներ եւ գործընկերներ, ես հասկանում եմ իհարկե, որ ձեր լրատվական քաղաքականությունը ենթադրում է զուգահեռ երկու թեզի առաջ մղում։ Թեզ համար 1. ԿՊ-ն դիկտատորական եւ հանցագործ ուժ է, որը վախի մեջ է պահում բոլորին, սպառնում է բոլորին, ծեծում է բոլորին եւ այլն, եւ զուգահեռ նարատիվ համար 2. ԿՊ-ն խուճապի մեջ է, բոլորը ճամփորդները հավաքում են։ Կհամաձայնեք, որ նախ դրանք իրար այդքան էլ չեն համապատասխանում, որտեղ եթե 37 թիվն է, այդ ոնց է ԿՊ-ն խուճապի մեջ։ Բայց իրականում երկու թեզերն էլ կատարապես սխալ են, որովհետև ոչ 37 թիվն է, ոչ էլ ԿՊ-ն խուճապի մեջ է։ Մենք մոտենում ենք ընտրությունների, մարդիկ նայում են, տեսնում են, պետք է դիտարկեն քաղաքական ուժերին, պետք է դիտարկեն իրենց ծրագրերը, պետք է դիտարկեն տեխնացուներին։ Հիմա կամ էլ անհանգստություն։ Հիմա քաղաքացիական պայմանագիրը ներկայացնում է իր տեսլական ապագայի վերաբերյալ ընդդիմադիր ուժերը իրենց։ Ես որպես քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ պնդում եմ, որ Քոչարյանի եւ երկու օլիգարխների ընտրությունը եւ իշխանության գալը նշանակում է կոռուպցիայի վերադարձ, նշանակում է խաղաղության, այսպես ասենք, առնվազն մեծագույն ռիսկի տակ լինել։ Ինչու եմ ես նաև պնդում, որ Գյումրի երկրորդ սցենարը վատ սցենար է։ Օրինակ ես տեսել եմ քաղաքական գործիչներ, լրագրողներ, խմբագիրներ, ասենց իրանց միամիտ տեղ դրած ասում են, բայց ինչ վատ բան կա Գյումրի երկրորդ սցենարի մեջ։ Առավազն մի հատ վատ բան կա, չէ՞ որ ընտրված քաղաքապետը կաշառակերության մեղադրանքով։ Ես շատ անհանգիստ եմ, երբ որ քաղաքապետերը կաշառակերության մեղադրանքով ձերբակալվում են։ Ես ընդհանրապես մի վարքյան էլի, ներողություն էլի, մի վարքյան։ Ես շատ անհանգստացած եմ, երբ որ որևէ մեկը կաշառակերության այդ ռեպլիկի փոխանակ կողքից ռեպլիկայից ասեց, մեզ ֆինանսավորում է, էս ինչ է։ Բայց ինչ հաշվետվություն ոչ մեկ չի։ Դե խնդրում եմ հիմա ասեք։ Ինչ ասեք։ Ո՞վ է ֆինանսավորում։ Ես չգիտեմ, ես հաշվետվություն։ Բայց չգիտեք ում համար եք աշխատում դուք։ Ես աշխատում եմ լրագրող։ Կարող է պարզվի ինչ որ, կարող է պարզվի։ Մեկի համար եք աշխատում։ Չէ, նկատի ունեմ դուք չգիտեք ում մոտ եք աշխատում հիմա, կարող է պարզվի, կարող է չար ուժերն են ֆինանսավորում ձեր լրատվամիջոցը։ Ով է ֆինանսավորում, խնդրում եմ ասել։ Լավ, պարոն Ռուբինյան։ Դե չգիտեք, ուրեմն, բայց միտքս կիսատ մնաց, խնդրում եմ մի բղավեք, էլի ինձ։ Խնդրում եմ մի բղավեք ինձ վրա։ Ձեզ վրա չեմ բղավում։ Երբ որ Մարտին հաշվետվություն կա, Իմ ուղղությամբ մի բղավեք, էլի խնդրում եմ։ Չէ, եթե դուք խնդրում եմ, էլի, ցածր, ավելի ցածր, երբ որ Մարտին հաշվետվությունների ժամանակը կգա լրացելու, կնայեք մեր մեդիան չի լրացնի, այդ ժամանակ այդ հարցադրումները կան։ Հիմա եթե ձեզ հարց Բայց միտքս ախր կիսատ մնաց էլի։ Ես շատ անհանգստացած եմ, երբ որ քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ ձերբակալվում են կաշառակերության մեղադրանքով, որովհետև ես կարծում եմ, որ կաշառակերությունը վատ բան է։ Դրա համար լավ կլիներ, որ բոլոր նրանք, ովքեր ասում են, բայց ինչ վատ բան կա, հասկանան, որ վատ բանը կաշառակերությունն է։ Բացի դրանից,
ինչ կաշառակ եք։ Բայց ես խնդիր չունեմ ընդդիմությունը թե կարողանա թող միավորվի ինձ ինչ դրա։ Ամեն կենտրոնացել ենք նրա վրա, որ Քոչարյանն ու երկու օլիգարխները չպիտի գան իշխանության, որպեսզի մեր երկիրը չվերածեն թալանի բույնի, ինչ կա ստեղ չհասկանալու։ Վերջին հարցը խնդրում։ Վաղ շաբաթի ձեր թիմագիծը հիմա կաշառքի համար հակակոռուպցիոն Դիանա Գասպարյանի։ Հիմա մարդիկ ասեն, որ քաղաքացիական պայմանագիրն էլ հանցանքանի եթե իշխանության գա։ Այսինքն նույն կոռուպցիոն գործեր։ Լսեք, երբ որ քաղաքացիական պայմանագրի որևէ անդամ, չգիտեմ, կասկածում է կամ հետապնդում է կոռուպցիայի համար, դա վկայում է նրա մասին, որ կրկին քաղաքացիական պայմանագիրը ստեղ մի վարքյան է, հա, մենք երբեք էլ չենք, մեր իշխանության օրոք, մեր իշխանության ներկայացուցիչ նախարարը ձերբակալվել, մի վարքյան, նախարարը ձերբակալվել, դատապարտվել, այլ նախարարներ քրեական հետապնդման տակ են, փոխնախարարը ձերբակալվել, քաղաքաշինության կոմիտեի նախագահը ձերբակալվել, падգամավոր կա, որի խոսքը արդեն նախքին ներկայացուցիչի մասին է։ Եթե դուք ասում եք մերժելի է կոռուպցիա, հիմա նույն մեթոդով մարդիկ ասեն, այս թիմում էլ եղել են քաղաքապետ, փոխքաղաքապետ, падգամավոր, բայց մարդիկ տեսնում են, չէ՞, որ մեր իշխանության օրոք ովքեր որ ազնիվ են շարունակում են աշխատել, ովքեր որ ազնիվ չեն, մեկ ասել այնտեղ կմնան։ Լսեք էլի ինչ եմ ասում, ովքեր որ ենթադրյալ հանցանք են գործել, իրենք հետապնդվում են։ Ինչ վերաբերում է Քոչարյանի եւ երկու օլիգարխների իշխանության տարիներին, իսկ ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ Քոչարյանն ու երկու օլիգարխները իրար հետ երկար տարիներ իշխանության են կիսել, մասնավորապես երբ որ օրինակ Քոչարյանը նախագահ էր, Ծառուկյանը իշխանամետ ֆրակցիայի կուսակցության ղեկավար էր, մի վարքյան Ռուսաստանցի օլիգարխի եղբայրը ՀԿ խմբակցության ղեկավարն էր մարտի 1-ի ժամանակ, հետո Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր, այ իրանց իշխանության տարիներին, երբ որ մարդիկ կաշառք էին վերցնում, իրանք չէին դատում։